քանի ստորագրություն, մեկ որոշում եւ ավելի քան 100 պատմություն կփոխի իր ընթացքը։ ID բանկի և Երևանի պետական համալսարանի միջև կնքված հուշագիրն ազդարարեց։ Բանկն ավելի քան 35 միլիոն դրամ կհատկացնի Արցախից բռնի տեղահանված 103 ուսանողի, փոխհատուցելով 1 կիսամյակի ուսման վարձը։ Երևանի պետական համալսարանը իրականացրել էր կարիքների գնահատում, փաստացի գալով այն եզրակացության, որ այս 103 ուսանողները հնարավոր է չկարողանան շարունակել կրթությունը, եթե չապահովվի իրենց կես տարվա կրթավճարը։ Այդ իսկ պատճառով ID բանկը որոշում կայացրեց ամբողջությամբ ծածկելու կես տարվա կրթավճարը 103 ուսանողի համար, ինչը ավելին է, քան 35 միլիոն դրամը։ 2023-ից հետո Երևանի պետական համալսարանի լսարանները լցվել էին նոր պատմություններով, դժվար, կիսատ, բայց չկոտրված։ Արցախից բռնի տեղահանված հարյուրավոր երիտասարդներ իրենց կրթությունը շարունակելու հույսով եկել էին մայր բուհ։ Մենք դիմեցինք մեր գործընկերներին եւ ID բանկը շատ արագ արձագանքեց, այսպես ասենք, եւ ամբողջական բեռը վերցրեց իր վրա։ Կարելի ասել ավելի խորքային եւ կարեւոր համագործակցության եւս մեկ քայլ է պետական համալսարանի հետ, որի հետ, ինչպես պարոն ռեկտորը նշեց, արդեն բավական շատ դրական համագործակցության փորձեր ենք ունեցել։ Մենք հավատացած ենք, որ լավ ուժեղ տնտեսություն եւ պետություն ունենալու առաջին գրավականը դա գիտելիքն է եւ որակյալ կրթությունն է։ Հենց այս տեսլականով ID բանկն իրականացնում է կրթության աջակցությանն ուղղված մի շարք ծրագրեր, այդ թվում կողք կողքին iDream-ը։ iDream-ի շրջանակում ուսանողները ստանում են տեսական եւ գործնական գիտելիքներ, այնուհետև հնարավորություն ստանում աշխատանքի անցնելու բանկում։ Նրանց թվում է նաեւ Վահեն, արցախցի ուսանող, որը ոչ միայն մասնակցել է կրթական ծրագրին եւ արդեն 2 տարի աշխատում է բանկում, այլև այսօր հանդիսանում է ուսման վարձի փոխհատուցման շահառու։ Վստահ է, միջավայրը, որում գտնվում է, առաջ մղող է։ ID բանկը, ասեմ ձեզ, որ տալիս է այդ հնարավորությունը անաչառ կերպով, օբյեկտիվ կերպով, որպեսզի ուսանողները չմնան մասնագետի կոչման, մասնագետի պաշտոնին, այլ առաջ գնան եւ վաղը մյուս օր զբաղեցնեն արդեն նաեւ ղեկավար պաշտոններ։ Այսպիսով կյանքի կոչվեց եւս մեկ ծրագիր։ ID բանկը կրթությունը դիտարկելով որպես ամենակայուն ներդրում, այս քայլով ոչ միայն լուծում է մեկ կոնկրետ խնդիր, այլև ձևավորում վստահության միջավայր, որտեղ յուրաքանչյուր ուսանող ունի իր պատմությունը շարունակելու իրական հնարավորություն։